18-ին ժամը 17-ին եկեք միացեք մեզ Համայն հայության հոգևոր կենտրոն Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով։ Ասում են հանգստի կոչենք վեհապարը։ Իսկապես ես նոր եկա, նոր բիզնեմ։ Սրբազան հայր։ Իրապես նոր հիվաստոր հասա։ Ձեզ համար հասկանալի է ինչպես ձեր հոգևոր եղբայրը։ Դրան անշուշտ նաև մեր հայրենիք եւ մեր ժողովուրդ։ Մեկ ճշտում էլի, ամեն դեպքում դուք առիթ ունեցել եք զրուցել Մեկ ճշտում էլի, ամեն դեպքում դուք առիթ ունեցել եք զրուցել 10 եպիսկոպոսների հետ, որոնք որոշել են երես թեքել մեկ օրում, մի 10 օրում։ Ես նոր վերադարձա։ Նկատեմ հեռվից խոսել։ Գիտեմ, տեղյակ ենք, որ դուք այնտեղ եք ծառայում։ Չէ, եղած։ Խոստովանեմ, որ ես զանգեցի 2 հոգու։ Այո։ Բայց անպատասխան մնաց։ Իսկ տեղյակ եք, որ մի քանի արքեպիսկոպոսներ հեռացվել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Չէ, եւ Ջոյանը Մասյացոտն թեմի առաջնորդ։ Գերագույն խորհրդի։ Իսկապես ես եկած եմ Գերագույն խորհրդի ժողովի մասնակցելու։ Գիտեք ինչ օրակարգով է այդ ժողովը։ Իրապես չգիտեմ, նոր եկած եմ։ Օրինակ Բաղրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը ասում են Պետք է տեսենք ինչ է վիճակը եւ որոշենք։ Սրբազան մյուս կողմից է մեկը։ Շատ կներեք, բայց աղոթեցեք մեր ժողովրդի համար եւ եկեղեցի համար։ Tribune-ի սիրելի հետևորդներ, քիչ առաջ մեզ հետ զրուցում էր Ֆրանսիայի թեմակալ Tribune-ի սիրելի հետևորդներ, քիչ առաջ մեզ հետ զրուցում էր Ֆրանսիայի թեմակալ Վահան Սրբազանը,